Բարև ձեզ, նորից ասում խոսում ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, բայց եկեք սիրելի ժողովուրդ, խոստովանեք, որքան է երևում Վարդան Ղուկասյանի տեղը, և իհարկե այդ տեղը կմնալ թափուր, քանի որ ասում մենք ստեղ ենք, և ոչ մեկ չի կարող լրացնել Վարդան Ղուկասյանի տեղը, ինչքան էլ որ Հայաստանի կառավարությունը ամենամիս մի կլորի գումար ամուսվն ստեղ մի X չինովնիկի, որը որ ունի սուտ պարտականություն դոլարի նկատմամբ Վարդան Ղուկասյանին պահել անազատության մեջ, թե ինչքան էլ Աստված գիտի, բայց որ ասում ամեն ինչ մոտենում իր տրամաբանական վախճանին։ Ուրեմն հեռվից նայելով այն ինչ որ կատարում է այդ երկրում, նորից ու նորից, որ ասում բոլոր ճանապարհները տանում են դեպի Վարդան Ղուկասյան, դեպի Դոկ։ Ուրեմն գամ մի փոքր հեռվից, նախ ինչա կատարվում բանակում, կատարյալ բարդակ, որը որ չի մեղմանում, օրորի վրա ավելի ավատանում, օրորի վրա ավելի քանդվում եւ ավիրվում, այնա հանել են զինվորներին հագագազով եւ հասցրել են, ես սուս մնամ, ասիլտինա ինչա պատասխանելու, բանան հələ ասում են ոնցերեն ժամանակ էր ասում, լեքտի սուդատեսպան չի եղել, հագագազով չեն վազել, Սուրեն Պապիկյան, նավարի ծսցանեն, հագագազով չեն վազել, լավ, ինչով են վազել, ինչ էին անում այդ 7 զինվորը դրսում, որ ավտոն էլ պիտի գար մեկ այլ զինվորը սաղին դուբլի վրեկներով անցներ, ինչ են արել, ում հրամանն է եղել, նշանակվել է նոր ռազմական ոստիկանության պետ, այն կաշառակեր Արտաշացի Գանտոնին, որ հանին գցին դուրս, հիմա էլ բերին դրին ռազմական ոստիկանություն, որ ռազմական ոստիկանությունը լապի, ես հիմա դա արաբերի շղրը գլուխ էր, եկել է մի համակարգ, որտեղ որ ես են ամենավերջի բջջից տեղյակ եմ, ինչև է ամենավերին խորին են այդան շրջանառություն, ՏՆԹ, այդպես ես որ ասում եմ տեղյակ եմ այդ համակարգ, սու բնականաբար պահամա դրանց ոռը, պիտի պահի չի կարա չպահի։ Այդ բոզի տղեն, որ հանե դրանց հասցրել այդ զինվորների, ինչ երված, այդ զինվորը չապարի զորամասի պատիստեն ինչ էր անում, մի հոգի չի, 2 չի, 3 չի, 7 զինվոր պատիստեն ինչ էին անում, Սուրեն Պապիկյան, նավարի ծսցնեմ, աղջկա այդ որ նոր է սերտ է, 18 պոզեր նկարում եմ, Սուրեն Պապիկյանի դուստր է, բա հիմա դրանց ծնողները 18 տարի պահել էին, տվել էին այս երկրին, ռազմական գործողությունների ժամանակ զոհվել էին, հարց չկա, հələ պետք է հասկանալ ինչի զոհվը, գնացին եկան ավտոնի տակ, ինչի համար, կամ այդ զինվորը ինչ էր անում այդ արագությամբ տեղ դրսում, այսինքն ես էլ ամենամանրամասն ես տեղյակել չեմ, բացի որ էլ հայտարարին ասում թե հակագազով չէին, ախպեր լավ հակագազով չէին, պատից են կոմի չէին անում, զորամասի դարպասներից դուրս ինչ էին անում, բարդակը համընդհանուր է, համատարած է, և այս ժողովուրդը սիրում է բարդակ, եթե ժողովուրդը սիրեց կարգ ու կանոն չէ, ապա նա կասեր Նիկոլ նավարի ծսցնեմ, ես քեզ ասում եմ ոչ, Տաշիր Սամո, լավդ քունեմ, ես քեզ ասում եմ ոչ, այս սպեկուլյանտ, փոզի տղա, այս սերժական խախտի ծնունդ, բայց չէ, ժողովուրդը սիրում է, բարդակ, ժողովուրդը շարունակում է սիրել փող, այդպես եղել է միշտ հարյուրամյակներ, շարունակ համար հարյուրամյակներ հայ ժողովրդին, ծսցրել են, ինչ պոզայով, ասես, ծսցրել են, վերջում ասում են, մեզի կոտորեցին, լավ արեցին, Բարդակը հասել է այն աստիճանի, որ արդեն ապաշխարը, որ ասում է քնիշները միլպետի տեղակալ են ծսցնեմ, միլպետի տեղակալները չգիտեմ ում են ծսցնեմ, էվեդեի մինիստր, դու չես ասում, ի միլպետի տեղակալը, որը հելը գնացել էր իա բարեկամի համար տենած է քնչականում խին ծսցրել, մի հատ է բռնում են միլպետի տեղակալն են ծսցնեմ, բա եթե դու քո տեղում ելներ, հիմա կոմերիսը գպիտի կրոհեին այդ քնչականը, Օտիդո սաղին ծերբակալ էին, բերեն կծեն MVD-ի որ ասում պատվանը ծսցնեին ու ծսցնեին, արդեն քնիշները միլիցային ծսցնեն, գասպանան վովա, ագանջըտ կանչ, որ ասում լավին լավ, վատին վատ, ադիգել, էտ էլ անցանք, հիմա եկանք ասանք ամենացավոտ թեման, Տիգրանաշենին, որ դրություններից առաջ Են Արարա Զուրյաբյան պոռնակացին հարց տվեցին, Տիգրանաշենը հանձնվելու է թե ոչ, այդ ինչ սրիկայություն է, այդ ինչ հիմարություն եք խոսում, ինչ եք խոսում, այսօր Նիկոլ Բոզի ստեղեն, հել ասում է 150 հոգի մարդ ապրում տեղ, այն նավարի ծսցնեմ, Գուրիլյան կղզիներում վապշե մարդ չի ապրում, դե թոյ Ճապոնիան վեկալի, անապատում
Սաուդյան Արաբիայի անապատներում ընդեղ вообще զերո մասի կենթանական աշխարհ գոյություն չունի։ Դե თუ Սաուդյան Արաբները եկալ են դա չգիտեմ, Պարսկաստանի։ Այսինքն սա եկել է Հայաստանի հողերը աչուծախ տալմա, աչուծախ։ Անակասարի գխին էլ մարդ չապրան։ Չնայած դեղել ասում են զունատարին 12 ամիս, շեք մարտական դիրքեր հազինացին զունատարին 12 ամիս, ում ապետ։ Ապես տալով էցմա։ Վաղը միսոր Սունիքի անողնաշար ժողովուրդ։ Հայ Երևան ո՞ց եք դուք գալու։ Որ երկրի տարածքով եք գալու։ Ադրբեջանական ոստիկանության խեռի տակով եք անցնելու, գաք Երևան հետ դառնաք։ Նույնն էլ վերաբերվում է բանը Արարատյան դաշտավայրի եւ Երևանի բնակիչներին։ Հələ դա մի կողմ ամենակարևորը Սյունիքի բնակիչներն են, որոնց որ հետ գաված են Արուշ Արուշանյան դոզի տղեն Նիկոլին երաշխավորանք ասում, բան եմ անում, գարատա եմ տալım, տեսախ քեզ են տալու։ Տվեք Նիկոլին ձե, ինչ ալնելու ձեր վիճակը։ Գորիս Ղափան Սիսյան, Վայք, Ջերմուկ, Մեղրի Հա? Չէ, դուք հասկանում եք, ոչխարի նման նստել եք տեղներ, ինչ մի հատ բոզի տղա, որի աթոռը պահում են երկու բոզի տղա, Տաշին ու Ռոբիկը, երկիրը դրած տորթի նման կտրտմա։ Սրանա տալım, նրանա տալım, նրանա տալım, սրանա տալım եւ այլ։ Տորթի նման կտրտմա։ Ու ոչ թե չի լամասում, ես ինչ ես անում։ Տեսեք պարլամենտական ընդդիմությունն է։ Ինչ կա։ Հեսա կլեն բան կանեն, հայաքվե կանեն։ Են Աստրամ պորլիկի նման միած կապուտ թուղթ կհանեն, միած կողմեք թե ոչ, որ կիրանցնը բեզորը հանձնվի։ Էդ այա, մեկ էլ հայաքվե։ Են կինո Մոսկվայի պատերի տակ, որ Ղարաբաղն էին հայաքվեյով պահան, Քոչարյան մուսկուլի բոլզի տղեն, այդ մամայա ծծծրացները։ Բանով էին, հայաքվեյով էին Արցախ պահան։ Հիմա հայաքվեյով բանը Տիգրանաշեն պիտի հանձնեն։ Ուր այն մնացած կուսակցություններն ուր են։ Են կուլտուրական բոզի տղա կայք գուրկեներ ինչ խերրից կլոք են պացան արտակն է խաբար էր կրկեին ցույցմա խաբար կրկասմա իրան բան մի ասա պացան արտակ շաշտամ բերետ գնաս է մտել է դրա որը հիմա քեզ հա աֆիցերը չէ դու ես արտանիշի մեծ աֆիցերս ուր է այդ գուգլ դա դու հիմա խոսա են թաթոյա մամա ծծծրացը որ տնիկը ինչ պոզ է ուզում ծծծել նմա ուր են բայս որ դրանք Ուր են, ընտրությունից ընտրություն կնշունեից նման հրնդցն են փողոց, հիմա հացաբուրկեղ են, լավը ծծացն են, սերժական բոզի տղա, հիմա ես երկու 50,000 մարդած են տվել, ճիշտ ալ, դրանց 10%-ին հանեք լծեք, փողոց թույլ մի տվեք, որ Տիգրանաշենը հանձնի, ասում 150 մարդ ապրեմ, Նիկոլը մամայա քունած բոզի տղա է, հիմա ես թող ոչ մեկ չասի, ոչ մեկից չմեղացի, որ Վարդաղուկասյանը քֆուր է տալի։ Այսպես այդ կուլտուրական բոզի տղեկը որից պիտի մեղադրեն, հիմա գնաց որևիցե մեկը թող փորձի այդ կուլտուրական խախպի տղեկից, որը որից մեղադրում են, գնա դրանց տան մի հատվածը, այն բանը դրան դեմի պոլիշուրը գողանա։ Կամ ասի դու ինձ հլտենամ կտա այդ կուլտուրականը։ Չիտա, բայց չեմ ասում դուրը պետլից հանեն տանեն, ոչ դրան ժվերի շուրը եկալ հլտեսեք կուլտուրական մարդիկ ինչ քաֆուրներ կտան ձեզ։ Բայց դրանց երկիրը, տորսի նման կիսում է, Ղարաբաղը տվեց, ենի տվեց, Կիրանց տվեց, Բերձոր տվեց, սաղ տալում է, հիմա լեսի է տալը, Տիգրանաշենն է տալը։ Լավ, ինչ անի ես մաման քունասը, որ վերջապես ինչ որ մի հատ քաղաքական դեմք ժողովրդին հանի լծի փողոց, եթե կա այդպիսի քաղաքական դեմք։ Չկա գոյություն ունի, չկա, մենակ Վարդաղուկասյանը, էդի սա աղել հասկացել են, սաղ, որ չալ են թապած այդ հողջուրի համար, ոչ բիզնեսներ ունի, ոչ որնակակոտ որ կանա ինչ-որ մի ձե բան, բայց ես հետարքիրա այդ նույն ուժայինները, այդ նույն զինվորականները, այդ նույն պարլամենտի նստածները, այդ նույն կառավարությունը, չեն գիտակցում լավ, վաղը միսոր ինչ-որ մի բան տեղ ունեցավ և իշխանությունը փոխվեց, ինչ են անելու մեզ, ինչ են անելու, են Արամ Վարդևանյան տունը ծծծրացին, դիտողություն երեցի, չէ, ասի բա հելի խոսա, կնիկը ծծերը տնգե դոշերը բացե պճերիտ կրկեն նկարզնե, ազգային ժողովի փոխնախագահ ես լագողնել հարցը տալեմ տաշից ասում ես, ես հետ պաշտոնի չեմ որ այդ հարցը պիտի տակ, բա տունդ քունեմ, ինչ հարց տանք ես, բոզի տղա, բա հելեք հիմա թույլ մի տվեք, հանեք լծեք ժողովրդին փողոց հեղաշրջում արեք, արեք, ի չեք անեն, փողախոս տվե, առաջնահերթը ձեր բիզնեսներն են, որտեղ եք անցնելու գնաք Սյունիք, հարց եմ տալում ձեզ,
Ում տարածքով Ադրբեջանի։ Ադրբեջանի տարածքով այդ ո՞ր մեկն է ռիսկ անելու նստի մեքենա գնա որ ես ախ եմ կանչեմ այդ տեսարանը տենա որ ադրբեջանցի գայշնիկը ոնց ազեր նավարին տտասում դեր ավտոյի կապոտի վրային ու դուք ինչ պիտի արեք։ Պետք է ասեն ադրբեջանցի ոստիկանը մեղավոր չի դալոյա տեսեք ծսելա։ Այդ ասելու ձեզ Հայաստանի կառավարությունը չէ տայք Սյունիք եթե մեկ ինչ անեք։ Կամ Սյունիքի ժողովուրդ գալու եք Երևան ինչ անեք։ Ուրա են Արթուր Աբրահամը Չարբախը ձեր հետ է Արթուր Աբրահամ Տաշիրը բանը Տիգրանաշենը տալը մա բամի ձեն հան Արթուր Աբրահամ բանակցարել ես Արթուր Աբրահամ երեխեքա եւ այլն հարց եմ տալը մարդը հելասում է տալիս եմ 150-ի մասը տեղ դուք պատկերացնում եք այսօր ռուսական իշխանությունը եկարեցի կուլյանքները տալն են այդ մարդ չի ապրում չգիտեմ Սիբիրը Չինաստանին եմ տալը մտե մարդ չի ապրում Կալինինգրադը գերմանացիներին եմ տալը Թուրքիան հելնիացի հյուսային Կիպրոսը հետ են վերադարձեն Կիպրոսին կասի տես բան թուրք Էրդողանը կասի մի խաղ երկիր ցույց տվեք ով իա հողերը աչուձախ բաժանումով կամ ինչ-որ մի երկրից գրաված հողը աչուձախ վեկալեմ հետատալեմ չկա քարտեզի վրա գույսություն չունի Բոսեն ասում է ես հայ ժողովրդին Հայաստանը ազատեցի թագարտից ինչ թագարտից ամենամեծ թագարտը Սերժնա դու ես եւ Քոչարյանն այսօր են հացաբուրգերեն բոզի տղենա որի մեջ ժողովուրդը ընկած ինչ թագարտ լավը ծածացնեմ կամ թագարտից ազատը մերեցի 1000 երեխու գլուխը պիտի ուտեիր 150,000-ին պիտի շիներ փախստական որ թագարտից ազատեիր ու այսօր էլի ուղեղներն անջատած տեղները նստած են Ես մի կողմից էլ հասկանում եմ, առաջնորդ չկա։ Ժողովուրդն ասում է, լավ, Վարդան Ղուկասյան, ինչ ասում ես, ճիշտ ես ասում։ Ում հետևից է թանկ։ Հələ մեկին ասա, այդտեղ էլ ես ինձ, այսինքն ես հիմա խոսում եմ, բայց մի կողմից ես ինձ հակասում եմ ժողովուրդը, մի կողմից փողոց դուր, պիտի ինքնաբուխ լինի։ Ինքնաբուխել չի ստացվում։ Չի ստացվում ինքնաբուխ։ Ում հետևից է թանկ, հացաբուրգեղենի լավը ծծացնեմ, հացաբուրգեղենի մեջ տղամարդ կա, որ մարդ է դրա հետևից է թանկ ամենի կարա ինչ-որ մի բան անի, իհարկե ոչ։ Արա Վարդևանյան եւ ով կա, մարդ չկա, դաշտը մաքրած է, մի հակ հագարող մարդ է ես եմ, են էլ բերեմ ես թե մուծվում են ամենամից, ասում են պահեք, հագարող ում չկա էդի, էդի որ հելա մեր մաման քունելու յա պահեք, համի գեղեցիկ որ սրանց վերջներ ալու։ Եվ այդ հող բաժանողները, այդ հողի վրա խոմախաղացողները հատ ծծելու են տնով տեղով ընտանիքով, դրա մասին ոչ մի խոսք։ Հիմա դուք հասկանում եք, ինգետ ընտրողներ, ինչ քարքի մեջ դուք ընկաք։ Այդ որ հելել էին Ռուսաստանի բլոկերներով, բաներով, տաշիր էին գովեմ, ահա, սիստեմա, խծրե, բայց սիստեմա ունի, այսօր խիչյանը։ Թավարը պարլամենտը միա գոզը բորնիկ են ասել։ Սիմոն են Զոֆան, ազգային ժողովի պատգամավորներ եք, միած հելը գնաց եք դեսեք չի լավ, այդ խիքսին այդ զիվոները պատիսնենք ում ինչ էին անը, կամ այդ մեքենա հետակ խինկա, միած հելը քնություն ասկասրեք, խերրերին չի, վերջ, կաստումնի, գալստուկնի, հակել են, կապել են, եք են նստել են ազգային ժողով, ամիս է 1 միլիոն դրամ փող են ստանալ, կողխեմ սախ ու սավին, այդ է դրասվում, այդ եթե զգուշացնում էի, ասում էի, որ չի կարող սպեկուլանտը տնային կալանք են տվել, կողխեմ է տնային կալանք ինքն ուզե, որ յան տան, ինքն ուզե, որ սաղաշխային չուց ասեցեք, ես չեմ կարեմ տնից շարժում եմ, ես չեմ կարա երկրից դուրս գամ, անցի Հայաստանը բռնե պահել է, ահա որա, ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը երբեք չի գնահատել այն հողը, որի վրա որ ապրում է։ Միշտ գնահատել են փողը, միշտ գնահատել են սեփական կեցությունը։ Եվ ամեն անգամ եկե հասել է այն աստիճանի, որ այդ փողը եւ սեփական կեցությունը գնահատող մարդիկ տանով տեղով ընտանիքով ոսվել են, այդ սաղ ինչ անետրել են, դրանից է խլել են։ Ամբողջ պատմության ընթացքում։ Թե գտնվելով Պարսկաստանի լծիտակ նույն բանն է տեղի ունեցել, թե գտնվելով Օսմանյան կայսրությունում նույն բանն է տեղի ունեցել, մենակ բոլշևիկները դրին լավները չունին, շատ ճիշտ տարին, 18-ից 20 թվերին, չեկայի պատվալներում կտրտին պրին արևի տակ, ասին կոտորել են հայ մտավորականներին, կողեմ մտես մտավորականը, ես որ գնաց հետ աշակենի որներ պահան։
սերունդ դաստիարակեցին, այդ դաստիարակված սերունդը իրեն դրսևորեց Արցախի առաջին պատերազմի ժամանակ, հետ բերեց ինչ որ պատկանում է ժողովրդին։ Այդ ու սերունդը իրեն դրսևորեց այն որ ասում նորանկախ Հայաստանի պատմության մեջ դրականորեն էլ լևոնական փոզի տղեկը դրին կոտորին ջարդին փշին լարին մարին տուտասուտա ու սկսավ process-ը ռոբասերժականների այն որ ասում մեծ օգնությամբ Ղարաբաղյան կլանին։ Իսկ այսօր ունենք այն ինչ որ ունենք, ոչ կրթություն, ոչ գիտություն, ոչ մշակույթ։ Հələ մի հատ ցույց տվեք ինձ, երբ Հայաստանի մշակույթի նախարարը ինչ որ նշե Առո Բաբաջանյանի ծննդյան օրը։ Մեսրոպ Մաշտոցի, Սայաթ Նովան, Հովանես Թումանյան, Պարուս, ինչ որ մի հատ լուրջ միջոցառում ասկացել, որևիցե մշակութային գործ չի մաֆան ինչ որ կամ ծննդյան Հոբելյանի հետ կապված։ Այդպես բան հիշում եք։ Գինու փառատոն։ Չգիտեմ ես ինչի փառատոն, ծծեք, թքեք, հարբեք, լափեք, ելեք կակեք իրար բերան։ Այդ այս բաներից ժողովրդի ուղեղը շեղելու համար մոմել։ Ինչ Թումանյան, ինչ Սևակ, ինչ Շիրազ, ինչ Անդրանիկ Կոզանյան, ինչ Մարշալ Բաղրամյան, Առոն Բաբաջանյան, բացարձակապես մոռացվել է ամբողջ մշակույթը։ Ամբողջ հայ գրականությունը ու ինչ ենք մենք տենում այսօր։ Մենք տենում ենք հացաբուրգեղենի նման բոզի տղեկին, մենք տենում ենք նիկոլական ղախպի ծնունդներին, մենք տենում ենք քոչայանական չատլախի վաստակներին, որոնք որ այսենց ոնց եղավ այն նախկին պարլամենտը 3 հով պահում են Նիկոլի աթոռն ասում են տուր, ինչ կա չկա տուր, այսպես տալով գնա։ Ուզին չկա։ Հիմա գնացեք ասեք ինքեզ տաշիշ, տալմա, Տիգրանաշենը տալմա, դու ընդդիմություն ունես, քո գործողությունները որը պիտի լինի, ժողովրդին հանել փողը, թե հելի հանել, թե նամուց հանել։ 250,000 մարդ քեզ ցենա տվել։ Հարի 25,000-ին հանելից փողոցի Վարդան Ղուկասյանը չի ոչ Ամերիկա նստած մարդկանց բերեց լցեց դատարանի առաջ են Ղարաբաղցի չատլախին դուրս բերեց դատարանի դալիճից որ մի բան անգամ հրապարակայնորեն շնորհակալություն չասեց Վարդան Ղուկասյանին ասել է մենք արեցինք ռոբիկականները սերժականներն ասել են մենք արեցինք բա որ ինտերտերներին դադին տարանկոխին բերբախի չկրացականեիք հա այսպես է վիճակը դրա համար են խփվել ունենք ինչ որ ունենք ես մի բան գիտեմ որ Հայաստանի վերջը շատ մոտ է Հայաստանի անկախության վերջը շատ մոտ է եւ այն որ արդեն գլորվել է այդ անդունդը ուսես կմկփալեն այս դիշտմաններ կեր դա փաստ է հələ Վարդան Ղուկասյանի ղադրը հետո եք իմանալու բայց մի գեղեցիկ օր ելնելու է այն ինչ որ ես գիտեմ որ պիտի լինի ես ասել եմ դա լինելու է ու այս աղբը այդ քաղաքական աղբը այդ շեխը այդ ռոբասերժան նիկոլական շեխը այդ բոզի տղություն այդ ռակի քաղցկեղ այդ բջիջը որ ընկել է այս Ազգիջանին ես եմ վիրահատելու եւ այդ ուռուցքը հեռացնելու եմ Հայաստանի Հանրապետություն կոչված օրգանիզմից իսկ հակացած վիրահատությունը ինքը ցավոտ գործողություն է Գյուղացին ընդ է ոռն ինչի վրա այս բանը ոռնում գյուղացի Նիկոլի Սոտրոյը Քաղաքացին ընդ է բանը ոռն կեղտ լելը չգիտեմ նարկոտիկը բարդակը եկվի You have 1 minute remaining ուտումը ամեն ինչը շարունակեք վայելել հիանալ պարլամենտով միշտ տենանք ինչ ալնեմ կողեմացած պարլամենտ ընտրողներին էլ վերադիր այժմ եւ միշտ հավիտերից ամեն այսքան